Իսկ եթե քո սիրած մարդը հանկարծ մոռանար քեզ, կփորձեիր ստիպել, որ նորից սիրի քեզ։ Պատկերացրու, մի օր արթնանում ես եւ այն մարդը, ով գիտեր քո ամենասիրելի երգը, հիշում էր քո ծննդյան օրը, հասկանում էր քեզ կես բառից, այլևս ոչինչ չի հիշում քո մասին։ Դու նրա համար օտար մարդ ես։ Ոչ մի հիշողություն, ոչ մի պատմություն, ոչ մի մենք։ Ինչ կանեիր։ Կփորձեիր ամեն ինչ պատմել սկզբից, ցույց տալ ձեր նկարները, հիշեցնել ձեր պահերը, ստիպել, որ նա նորից տեսնի այն, ինչ դու ես տեսնում։ Թե կհասկանայիր, որ սերը չի կարող գոյություն ունենալ միայն հիշողությունների շնորհիվ։ Այս հարցի ամենահետաքրքիր կողմն այն է, որ այն ստիպում է մտածել. մարդը սիրում է հենց քեզ, թե այն պատմությունը, որը միասին եք ապրել։ Որովհետև եթե զգացմունքները վերադառնան նույնիսկ առանց հիշողությունների, գուցե դա իսկապես սեր է եղել։ Բայց եթե ոչ, արդյոք մենք երբեմն ավելի շատ կապված ենք լինում ընդհանուր անցյալին, քան հենց մարդուն։ Իսկ դու կփորձեիր, որ նա նորից սիրի քեզ, թե կթողնեիր, որ ամեն ինչ սկսվի զրոյից։